Բարի երեկո, ուղիղ եթերում ազատության լրատվական կենտրոնն է, այսօր ծրագրում առաջարկում ենք։ Հիմա ձեզ կախաղաններ էինք անել և Հայաստանից արտաքսել էինք ընդհանրապես։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Նիկոլ Փաշինյանի հնչեցրած վիրավորական հայտարարությունները ենթարկել է իմաստաբանական վերլուծության։ Վերջնական եզրակացությունը կհրապարակվի 3 ամսից։ Քննչական կոմիտեից ավելի քան $500,000 է հափշտակվել։ Մամուլի հրապարակումների համաձայն հանցագործը շենք է մուտք գործել կեղծ անձնագրով եւ այնտեղ մնացել շուրջ 1 օր։ Հազարը հազարի դիմաց սկզբունքով Մոսկվան եւ Կիևը գերիներ են փոխանակում։ Ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլն էլ ամենայն հավանականությամբ կարող է լինել հաջորդ շաբաթ։ Միացյալ Նահանգների կառավարությունը արգելում է օտարերկրյա ուսանողների ընդունելությունը Հարվարդի համալսարան։ Հարվարդը Թրամփի վարչակազմի գործողությունները անօրինական է որակել։ Արցունքախառը ժպիտներ, հրաժեշտի խոսքեր, այսօր դպրոցներում վերջին զանգը հնչեց, ուր կտանի կյանքի նոր ուղին։ Չգիտեմ, կարող է ծրագրավորում, կարող է ռոբոտաշինություն։ Գյուղ ինստիտուտ եմ տալու գործերս, կաթիլայինի բաժինը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննում է մայիսի 7-ին խորհրդանում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետը ընդդիմադիրների իրեն ուղղված հարցերին ի պատասխան վիրավորանքներ ու սպառնալիքներ էր հնչեցրել ամբիոնից։ Հանձնաժողովը բացատրական բառարանների օգնությամբ իմաստաբանական վերլուծության է ենթարկել վարչապետի բառապաշարը, այն վիրավորական եւ նսեմացնող որակելով։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիդ պետք տանեմ լսեմ ԱԾ-ի պատվալը, որ մամուլի առաջինը դու պետք գնաս ու դու կգնաս։ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այս եւ մի շարք այլ արտահայտությունների վերաբերյալ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել, համարելով, որ երկրի ղեկավարը վարքագծի կանոնների առերևույթ խախտում է թույլ տվել։ Հանձնաժողովի ներկայացուցչի փոխանցմամբ վարույթի համար հիմք են ընդունվել լրատվամիջոցների հրապարակումները, թեև ավելի ուշ նույն հարցով նրանց է դիմել նաև ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Պատգամավորի դիմումը ավելի ուշ ամսաթվա է մուտքագրվել հանձնաժողով, քան դեպքը տեղի ունեցել եւ հրապարակումների արձագանքը կար։ Հանձնաժողովը նաև իրավասու է մեդիա հրապարակումների հիմքով վարույթ նախաձեռնել, տվյալ դեպքում հաշվի առնելով միջադեպի հետ կապված հրապարակումները մեծ ծավալով, մեդիայի հիման վրա արդեն իսկ հարուցված էր այն փուլում, երբ որ պատգամավորի կողմից դիմումը նույն հիմքով հարուցելու մասին մուտքագրվել էր։ Կառավարություն ազգային ժողով վերջին հարցուպատասխանի աղմկոտ միջադեպի կենտրոնում հենց վարչապետն էր։ Իրավիճակը նիստերի դահլիճում լարվել էր, երբ ընդդիմադիր մի քանի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հարցրել էին, թե ինչու են անհետևանք մնում իշխանական տարբեր պաշտոնյաներին առնչվող եւ կոռուպցիոն կասկածներ պարունակող մամուլի հրապարակումները։ Դուք այդ քաղաքական կամքը չունեք ձեր սեփական թիմին պատասխանատվության ենթարկելու։ Դա ուղիղ պարզ ասեք։ Ինչ է գրում ձեր մասին մամուլը։ Գրում է, որ օտարերկրյա գործակալ եք, 5-րդ անիվ եք, ազդեցության գործակալ եք մամուլը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում բացատրական բառարաններն են թերթել, որպեսի վարչապետի օգտագործած նստեք տեղներդ, ձեններդ կտրեք, վեր ընկեք, համբալ արտահայտությունները իմաստաբանական վերլուծության ենթարկեն եւ պարզեն։ Երկրի ղեկավարը վիրավորել է քաղաքական ընդդիմախոսներին։ Ուրեմն նստեք տեղներդ։ Կիրառված նստեք տեղներդ արտահայտությունը համարժեք է տեղդ նստիր դարձվածքին, որը նշանակում է հանգիստ կաց, դու մի խառնվիր, քո գործը չէ։ Արտահայտությունն ունի խստաբարո եւ հանդիմանական հնչեղություն։ Իրենից ենթադրում է բացասական կամ քննադատական տոնով արված կոչ, որը կարող է ընկալվել որպես վիրավորանք։ Ձեններդ կտրեք, ներվերս էլ չուտեք։ Ձեններդ կտրեք արտահայտությունը նույնանում է ձայնդ կտրիր արտահայտության հետ եւ նշանակում է լռել, լռեցնել, այլևս չխոսել։ Ասի, վերընկի տեղդ ասի, ներվերս չուտեք։ Վերընկնել դարձվածքն ունի խոսակցական, առավելապես վիրավորական բնույթ, նշանակում է մի տեղ նստել, մնալ։
Համբալ բառին անդրադառնալիս պետք է նկատել, որ բառը իր իմաստով նույնանում է համալ բառի հետ, որը բացատրվում է շալակավոր բեռ տանող մշակ բեռնակիր։ Ժամանակակից բառարաններում համբալ բառը բառիմաստի ընդլայնման արդյունքում ստացել է նաև փոխաբերական իմաստ, ընկալվելով որպես բացասական և վիրավորական արտահայտություն։ Առավելագույն է 3 ամսում հանձնաժողովը պետք է վարչապետի կողմից վարքականոնի խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն տա։ Մինչ այդ կդիմեն նաև միջադեպի մասնակիցներին գրավոր պարզաբանումներ ստանալու։ Իսկ ինչ պատասխանատվություն է սպասվում Փաշինյանին, եթե պարզվի, որ նա վարքականոնի խախտում է թույլ տվել։ Օրենքի տեսանկյունից վարքագծի կանոնի խախտման պատասխանատվությունը կարգապահական է, սակայն կարգապահականը քաղաքական պաշտոնյաների նկատմամբ կիրառելի չէ, բայց նաև հանձնաժողովի մասին օրենքով սահմանվում է, որ հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են, դրա արդյունքով պաշտոնատար անձում նկատմամբ որ կիրառվել է տվյալ ակտը ներկայացնում է հրապարակային պարզաբանում եւ դա եւս հրապարակման ենթակա է։ Ընդդիմադիր падգամավոր Թագուհի Թովմասյանը կարծում է, խորհրդարանի դահլիճում Փաշինյանի խոսքերը առավել քան բավարար են, որ հանձնաժողովը արձանագրի։ Վարչապետը падգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում թույլ է տվել վարքագծի կանոնների խախտում։ Իսկ նման եզրակացության դեպքում ըստ падգամավորի Նիկոլ Փաշինյանը առնվազն ներողություն պետք է խնդրի քաղաքական ընդդիմախոսներից։ Իսկ շատ ավելի հետաքրքիր եւ շատ ավելի ընկալելի կլինի, եթե նա պատրաստի իր հրաժարականի դիմումը եւ հեռանա, որովհետեւ պաշտոնյան, որը իրեն չի կարող դրսևորել ազգային ժողովում, երկրի օրենսդիր մարմնում, որտեղ հավաքված են քաղաքացիների քվեով ընտրված մարդիկ ներկայացուցչական մարմնում, դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում իրեն տիրապետել որևէ այլ ոլորտում։ Թովմասյանը այսօր ոչ այնքան վարույթի հարուցումը, որքան դրա վերաբերյալ եզրակացությունը կարևորեց։ Պահանջում է, որ քննությունը հրապարակային լինի։ Պատգամավորը մի դիմում էլ այդ հարցով է ուղարկել հանձնաժողով, առաջարկել հայտնել նիստի օրը։ Որպեսզի մասնակցեմ եւ նաեւ ես ակնկալում եմ, որ իրապես հրապարակային կլինի եւ կարող եք նաեւ դուք մասնակցել որպես լրատվամիջոցի ներկայացուցիչներ եւ իրապես լուսաբանել ու հանձնաժողովի բոլոր ներկայացուցիչների վարքագիծը մենք կկարողանանք արձանագրել։ Տիգրանուհի Խալաֆյանի խոսքով հանձնաժողովի նիստերը հիմնականում հրապարակային են լինում, բացառությամբ օրենքում նախատեսված դեպքերի։ Թե վարչապետին առնչվող վարույթի քննությունը ինչ ընթացակարգով կլինի, հստակ չկարողացավ ասել։ Հրապարակային անելու պարագայում այդ մասին կծանոթվեն, այսինքն ցանկացած պարագայում հանձնաժողովը հրապարակային նիստերի վերաբերյալ կայքեջում հրապարակումներ անում, օրակարգը ներկայացնելով եւ անհրաժեշտության դեպքում անձիկ նաեւ ներկային լինում։ Հարուցված վարույթի վերաբերյալ վարչապետի դիրքորոշումը ճշտել չհաջողվեց, նրա խոսնակը զանգին չպատասխանեց։ Ի դեպ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը անցած տարի մի վարույթ էլ հարուցել էր քաղաքապետ Տիգրան Ավինյանի շունահաչակ համին փչի հայտարարության վերաբերյալ, եզրակացնելով, որ Ավինյանը խախտում է թույլ տվել։ Քաղաքապետը սակայն չէր համաձայնել ինքնավար մարմին համարվող կառույցի գնահատականի հետ եւ որևէ պարզաբանում չէր ներկայացրել։ Պատմությունը այսքանով փակվել էր։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում 2026 թվականի գարնանը։ Լուրը ժամեր առաջ տարածել է արձակուրդի մեջ գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սպասվող Երևանյան հավաքի մասին ի դեպ հայ հանրությունը առաջինը տեղեկացավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովից։ Հայ-ռուսական համալսարանի դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ Լավրովը քննադատել էր իր բնորոշմամբ հակառուսական այս ձևաչափը, տեղեկացնելով նաեւ հերթական հավաքը Երևանում անցկացնելու մտադրության մասին։ Недавно состоялась очередная встреча этого европейского политического сообщества в Албании, а вроде на будущий год Армения претендует на ее проведение, но мы... Վերջերս կայացել է այդ եվրոպական քաղաքական համայնքի հերթական հանդիպումը Ալբանիայում։ Կարծես թե հաջորդ տարի այդ հավաքն անցկացնելուն Հայաստանն է հավակնում։ Մենք տվել ենք մեր գնահատականն այդ մտահաղացմանը, այն հասկանալի է եւ հարգանքով կընկալվի, այնպես ինչպես մենք ենք հարգանքով ընկալում ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր գործընկերների գործողությունները։ Действия наших партнеров, союзников в рамках СНГ и ОДКБ. Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը գոհունակություն է հայտնել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի եւ Երևանի ձեռք բերած պայմանավորվածության կապակցությամբ։ Անադոլու թուրքական գործակալությունն է լուրը հաղորդում, նշելով, որ նախորդին ազգային անվտանգության խորհուրդը նիստ է գումարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ եւ 2 ժամ տևած նիստից հետո խորհուրդը հայտարարություն է տարածել։ Հայտարարությունում Անկարան հույս է հայտնել, որ անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն վերջնական խաղաղության հաստատման համար, որը օգուտ կբերի
տարածաշրջանի բոլոր կողմերին։ Պաշտոնական Բաքուն եւ Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն պայմանները առաջ քաշում։ Երևանն ու Բաքուն աշխատանքային կարգով շարունակում են կարծիքներ եւ առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի կազմակերպման հարցերի վերաբերյալ։ Հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։ Ազատությունը մոտ 3 շաբաթ առաջ վարչապետի աշխատակազմից էր հետաքրքրվել, արդյոք Ադրբեջանը պատասխանել է սահմանազատման վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին։ Պատասխանը ստացել ենք արտգործնախարարությունից, բայց դրանից պարզ չի դառնում Բաքվից արձագանք կա, թե ոչ։ Վարչապետը ապրիլի 16-ին էր խորհրդանում հայտնել, որ սահմանազատման շարունակականության հետ կապված հայկական կողմը առաջարկներ է ուղարկել Բաքվին։ Դարի կողոպուտը քննչական կոմիտեից ավելի քան $500 միլիոն է հափշտակվել, չհրկիզվող պահարանի բանալին էլ անհետացել, թե ինչպես է հնարավոր հենց իրավապահների աչքի առաջ այս չափի գումար հանել չհրկիզվող պահարանից, առայժմ կոմիտեից չեն պարզաբանում։ Միակ պաշտոնական լուրը այն է, որ գործով դեռ մեկ ձերբակալված կա, մամուլն էլ արդեն ձերբակալվածի անունն է շրջանառում։ Ինչպես է հնարավոր մուտք գործել պահպանվող շենքի տարածք, հաղթահարել պահնորդական ծառայության արգելապատնեշն ու հայտնվել 6-րդ հարկում գտնվող քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունները քննող վարչությունում, մնալ այդ տարածքում 1 օր, դատարկել չհրկիզվող պահարանն ու անվտանգության ծառայության քթի տակ հափշտակել ավելի քան $500 միլիոն։ Հենց այս հարցն էլ երեկվանից քննում են իրավապահները, ձերբակալել են 1 հոգու, որի անունը սակայն չեն հրապարակում։ Անցագիր պետք է ստուգեք, չէ՞ որ մարդիկ Ըստ մամուլի ձերբակալվածը քննչական կոմիտեի վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գորթ Թադևոսյանն է։ Նրա անունն է տվել շենքում հայտնված անծանոթը, երբ քննիչները նկատել են նրան, հարցրել ով է, ինչ գործ ունի տարածքում։ Պարզ չէ Գորթ Թադևոսյանի դերակատարությունը այս պատմության մեջ, բայց մինչ այս գործը քննող հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրում, մամուլն արդեն որոշ մանրամասներ է գրում, թե տնտեսական հանցագործություններ քննող քննչականի շենքում քննիչի անցագիր է կորել, որով էլ անծանոթը ներս է մտել ու անգամ մենք պահպանում ենք ամեն գնով կարգախոսով գործող անվտանգության ծառայությունը որևէ կասկածելի բան չի նկատել։ Նաև չհրկիզվող պահարանի բանալին է կորել։ Ենթադրաբար 6-րդ հարկի հենց այդ պահարանից էլ գողացել են քրեական գործով որպես իրեղեն ապացույց պահվող $590,000։ King Marshall ընկերությունն է հսկում Դեղատան փողոցի վրա գտնվող պետական կառույցը, որտեղ գործում է ինչպես քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունը, այնպես էլ ՊԵԿ-ի հարկ վճարողների սպասարկման սրահը, հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը։ Առաջին հարկում անվտանգության ծառայությունն է, որի հսկողությունից հետո միայն հնարավոր է անցնել արգելապատնեշն ու հասնել վերելակներ։ Ազատության հետ զրույցում անվտանգության ծառայողն ասաց, ինքն այդ օրը չի աշխատել, որևէ տեղեկություն էլ չունի։ Պետական կյանքի կազմակերպման բոլոր ոլորտներում այս վիճակն է։ Դրան ռուսերեն ասում են բարդակ։ Ես չեմ հիշում նմանատիպ ինչ-որ գողություն այս տարիների ընթացքում, որ քննչական կոմիտեից կամ պետական մարմնից նման մեծ քանակի գողություն կատարված լինի։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանը հաճախ է լինում քննչականի այդ շենքում։ Անվտանգությունը միայն առաջին հարկում է եւ ըստ փաստաբանի դետեկտիվ սցենար հիշեցնող այս պատմության մեջ շատ էական է հսկողություն իրականացնողների դերակատարությունը։ Խնդիրը աշխատանքի կազմակերպումն է, ներքին կարգապահությունն է, համակարգերի բացակայությունն է, աշխատանքային պարտականությունների նկատմամբ վերաբերմունքն է, որը միգուցե նաև այդքան քննիչի խնդիրը չի, ինչքան այդ շենքը պահպանող անվտանգության համար պատասխանատու անձանց խնդիրն է։ Այդ ինչ գումար էր, որ պահվում էր քննչականում, ոչ թե կամ բանկում կամ քննչականի դեպոզիտ հաշվին։ Քննչական կոմիտեից որևէ մանրամասն չեն հաղորդում, միայն նշում են, որ քրեական գործ է հարուցվել եւ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն քննության ավարտից հետո։ Ես կարծում եմ, այո, որ այդտեղ չպետք է պահվեր, մաքսիմում այդտեղ պահվեր մի օր, 2 օր, մինչև այդ ընթացակարգերով այդ գումարը ի պահ հանձնվեր օրինակ կենտրոնական բանկի։ Օրենքով որպես իրեղեն ապացույց ճանաչված գումարը պահվում է բանկում կամ քննչականի դեպոզիտ հաշվին։ Կարող է պահվել նաև քննչականում վարույթի նյութերի հետ, եթե ապացուցման համար նշանակություն ունեն դրամանիշների անհատական հատկանիշները։ Թե այս դեպքում երբ է $590,000 բերվել քննչականի շենք, կոնկրետ ինչ գործի ապացույց է այն համարվում, ով կամ ովքեր են մեղադրյալները, իրավապահները չեն պարզաբանում։
Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր հյուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ 1000-ի դիմաց սկզբունքով Մոսկվան և Կիևը գերիներ են փոխանակում, ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլն էլ ամենայն հավանականությամբ կարող է լինել հաջորդ շաբաթ։ Միացյալ Նահանգների կառավարությունը արգելում է օտարերկրյա ուսանողների ընդունելությունը Հարվարդի համալսարան։ Հարվարդը Թրամփի վարչակազմի գործողությունները անօրինական է որակել։ Արցունքախառը ժպիտներ, հրաժեշտի խոսքեր, այսօր դպրոցներում վերջին զանգը հնչեց, ուր կտանի կյանքի նոր ուղին։ Չգիտեմ, կարող է ծրագրավորում, կարող է ռոբոտաշինություն։ Գյուղ ինստիտուտ եմ տալու գործերս, կաթիլայինի բաժինը։ Բաքվի բանտում գրեթե 1.5 ամիս առաջ հացադուլ սկսած լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի ընտանիքը ահազանգում է, նրա կյանքը վտանգված է։ Վիգենի կինն է Ազատության հետ զրույցում որոշ մանրամասներ պատմել վերջին հեռախոսազանգից։ 25 օր առաջ խոսելիս է իմացել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նրան չի այցելել գրեթե 2 ամիս։ Կոմիտեից չեն մեկնաբանում, միայն ասում են, որ նաև այդ հարցով երկխոսության մեջ են Ադրբեջանի իշխանությունների հետ։ Ադրբեջանի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ մտադիր են փակել միջազգային այս մարդասիրական կազմակերպության Բաքվի գրասենյակը։ Բաքվի բանտում գրեթե 1.5 ամիս առաջ հացադուլ սկսած լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի ընտանիքը մինչ այս պահը տեղեկություն չունի նրանից, նրա առողջական վիճակից։ Վիգենի կինը Լինդա Իմանը նույնիսկ չգիտի, ամուսինը շարունակում է, թե դադարեցրել է հացադուլը։ Կինը մտավախություն ունի, որ հացադուլի հետևանքով Վիգենի առանց այդ էլ վատ առողջական վիճակը սրվել է ու նա համարժեք բուժօգնություն չի ստանում։ He spoke to me on the phone. Only he said, Linda, it's me, I'm vegan. I have stopped eating for 15 days for now. Երբ նրա հետ խոսում էի հեռախոսով, նա միայն ասաց, որ թույլ է եւ արդեն 15 օր է ինչ հաց չի ուտում։ Ասաց, որ հեռախոսը տվել են իրեն մեզ հետ խոսելու համար։ Նա ասաց, որ չի հասկանում ինչ է կատարվում։ Կարմիր խաչը չի այցելում իրենց։ Ես կարողացա նրա հետ խոսել ընդամենը մի քանի րոպե։ Տպավորություն էր, կարծես ցանկանում էր լացել, քանի որ ինձ երեխաներին շատ է կարոտում։ But he want to cry, you know, because he miss us too much. Իմանն ահազանգում է, Վիգենի կյանքը վտանգի տակ է, ամուսնու հետ 25 օր առաջ է խոսելիս իմացել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նրան չի այցելել գրեթե 2 ամիս։ Էուլջեքյանը գերեվարվել է նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից ժամեր անց Շուշիի մերձակայքում, երբ փորձել էր այնտեղ մնացած անձնական իրերը տարհանել։ 4 տարի առաջ Բաքվում նրան 20 տարվա ազատազրկման են դատապարտել, մեղադրելով վարձկանության ու ահաբեկչության համար։ Վիգենի հարազատները շարունակում են հայտարարել, որ նա վաղուց էր Բեյրութից Արցախ տեղափոխվել մշտական բնակության եւ որևէ առնչություն չունի վարձկանության հետ։ We spoke via ICRC from 3 months, but like 25 days. He spoke to me from prison when he is on hunger strike. Մենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով նրա հետ խոսել ենք 3 ամիս առաջ, բայց 25 օր առաջ էլ նա բանտից է խոսել ինձ հետ, երբ հացադուլի մեջ էր։ Երեկ իմացա, որ իմ ամուսինը պետք է հիվանդանոցում լիներ։ Ես ուղիղ զանգեցի Կարմիր խաչ։ Նրանք էլ զանգեցին բանտ։ Բանտից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն ասել են, որ ամուսինս մեջքի ցավից է տառապում եւ բանտի բժիշկն է նրան տեսակցել։ Փոխանցեցին, թե նա լավ վիճակում է, բայց ես մտահոգվում եմ, քանի որ չեմ հավատում ոչ ոքի, քանի դեռ չեմ խոսել ամուսնուս հետ։ Ես չեմ կարող ասել, որ Կարմիր խաչը ստում է, բայց ես միայն ցանկանում եմ խոսել իմ ամուսնու հետ, իմանալու համար նա լավ է, թե ոչ։ I don't say that ICRC lie or anything, no, but only I want to speak with my husband to know if he is okay because I feel bad.
so bad. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին այսօր Ազատությանը հաստատեց, որ միջազգային մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչները վերջին շաբաթներին չեն այցելել Էլջեքյանին։ Միջազգային կառույցից վերջին անգամ մարտին են հաստատել, որ տեսակցել են Բաքվի բանտերում պահվող գերիներին։ Կարմիր խաչը միակ միջազգային կառույցն է, որ կարող է տեսակցել հայ գերիներին ու ապահովել ընտանիքների հետ շփումը։ Թե ինչու միջազգային կազմակերպությանը չի հաջողվում դարձյալ տեսակցել գերիներին, կոմիտեից չեն մեկնաբանում, միայն ասում են, որ նաև այդ հարցով երկխոսության մեջ են Ադրբեջանի իշխանությունների հետ։ Բաքուն ավելի վաղ հայտարարել էր միջազգային այս մարդասիրական կազմակերպությունը փակելու մտադրության մասին։ Մեր երկխոսությունը Ադրբեջանի իշխանությունների հետ ընթացքում է, կփորձենք այս հարցով առաջիկայում ունենալ որևէ պատասխան, բայց այս պահի դրությամբ որևէ տեսակցության հետ կապված լուր չունենք, որ հաստատենք։ Կամ մեկնաբանություն նրա առողջական վիճակի մասին, հա։ Որպեսզի կարողանանք մեկնաբանել, մենք պետք է կարողանանք հաստատել այցը։ Նույնիսկ տեսակցության պարագայում մենք սովորաբար որևէ անձի թե առողջական վիճակը, թե պահման պայմանները չենք մեկնաբանում, սա երևի գիտեք մեր մոտեցումն է ձևաչափ աշխատանքի բոլոր տեսակցությունների ընթացքում այս հարցերը մեր ուշադրության կենտրոնում են եւ հատկապես մարդիկ, որոնք հայտարարում են։ Մինչ այդ Էլջեքյանի կինը սպասում է, որ հնարավորություն կստեղծվի, որ ինքն ու երեխաները գոնե մի քանի րոպե կլսեն Վիգենին, համոզվելու, որ նա լավ է։ Vigen is innocent guy and he have family and must Վիգենն անմեղ մարդ է, նա ընտանիք ունի, պետք է ազատ արձակվի, մենք նրա կարիքն ունենք։ Պատերազմն ավարտվել է եւ գերիները պետք է վերադարձվեն ընտանիքներին, հավատացեք, մենք շատ վատ վիճակում ենք, առանց Վիգեն մեր ընտանիքի երեխաների համար շատ ծանր է։ Believe me, we live in a hard situation. Believe me, you know, without Vigen it's very hard for us, for his children. Բաքվի բանտերում 23 հայ է պահվում, տարեսկզբից Բաքվի ռազմական դատանում ծանր մեղադրանքներով դատում են 16 հայերի, նրանց թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Մյուսների դատավճիռներն արդեն կայացված են։ Գերիներից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ահազանգել էր իր նկատմամբ խոշտանգումների մասին։ Հայաստանցի ու միջազգային իրավապաշտպանները վստահ են, Ադրբեջանում հնարավոր չէ արդար դատաքննություն իրականացնել էթնիկ հայերի նկատմամբ։ Վանաձորում պետական միջոցներից 39 միլիոն դրամ կվճարվի, որպեսզի Աբելյանի անվան թատրոնը նոր շենք ունենա։ Թատրոնի անձնակազմը սակայն որոշ մտահոգություններ ունի։ Ճարտարապետության այս նոր լուծումը կհամադրի արդյոք հին ու նոր արժեքները։ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնը նոր շենք կունենա գործող հին շենքի տեղում։ Քաղաքաշինության կոմիտեն նոր նախագծի մշակման խորհրդատվություն է պատվիրել Armstrong ընկերությանը։ Պետական գնումների կայքից տեղեկանում ենք, որ պայմանագիրն արդեն ստորագրված է ծառայության համար պետական միջոցներից 39 միլիոն դրամ կվճարվի։ Armstrong-ի նախագիծը սակայն միանշանակ չի ընդունվում Վանաձորում։ Համայնքապետարանում կազմակերպված հանրային լսումների ժամանակ թատրոնի աշխատակիցներն ու ակտիվ վանաձորցիները մտահոգություններ ունեին։ Ոչինչ չի ասում այս շենքը, ոչ ժամանակակից է, ոչ հին է, ոչ նոր է։ Միգուցե դուք չոր մոտեցել եք որպես ինչ-որ շենք, որը գեղեցիկ է, ապահովված է չգիտեմ ինչերով, բայց մի բան ասեք, որ թատրոնը համենայն դեպս մեր քաղաքի հոգևոր հայրերից մեկն է։ Այստեղ ինքը շատ մեծ պատմություն ունի, ինձ թվում է նախագծելուց պետք է բազմաթիվ մարդկանց կարծիքները քննարկվել, հաշվի առնվել եւ նոր ինչ-որ մի գծագիր բերվել դրվել այստեղ։ Շենքը ոչ միայն չի համապատասխանում մեր պատմամշակութային, այսպես ասած, արժանի տեսքին, այլ նաև կողքի հարակից շենքերի ճարտարապետական տեսքի հետ որևէ ավարտ չունի։ Armstrong ընկերությունն իր նախագծով առաջարկում է պահպանել շենքի հին ճակատն ու դրան տալ նոր լուծումներ։ Խոստանում են պահպանել թատրոնի գլխավոր մուտքը իր սյունաշարով ու եռանկյունաձև ծածկով։ Ճարտարապետ Թամարա Մանուկյանը նշում է, որ նաև ֆասադի քարերը կպահպանեն, բայց դրանից վերև ապակե շերտեր են տեղադրվելու։ Մենք չենք կարող ուղղակի հիմնվել գոյություն ունեցող հիմքերի վրա ու փորձել դրա վրա սեյսմիկ պահանջներին համապատասխան շինություն կառուցել։ Փորձել եմ հիմնականում շեշտել, որ
Ետևի հատվածը նոր կառուցված է ապակիներով ու արդեն նոր տեքստուրաներով։ Այդ մեր այսպես ասած պատմական արժեքի ֆոնի վրա մենք նաև ուզեցել ենք ցույց տանք, որ մենք քայլում ենք նաև ժամանակին համընթաց, այսինքն հինը եւ նորը միավորել մեկ ընդհանուր բանում, այսինքն ընդհանուր գաղափարը եղել է դրանում։ Շենքի պատմությունը ճարտարապետության առաջարկված նոր լուծումներով մինչդեռ թատրոնի աշխատակիցները չեն պատկերացնում, թե ինչքանով այս լուծումը կհամադրի հին ու նոր արժեքները հարցեր առաջացրեց ոչ միայն թատրոնի աշխատակիցների, այլև ավականու անդամների շրջանում։ Ընդհանուր առմամբ պահպանվել է միայն մուտքի հատվածը, իսկ ամբողջ շենքը վիտրաժներից է կազմված, ինչը ընդհանրապես կապ չունի նախնական ճարտարապետության հետ։ Հիմա այդ վերևի վիտրաժային մասը նույնպես ինձ համար գոնե համոզիչ չէ, չգիտեմ երկրորդ լուծումը կուզենայի տեսնել։ Նոր շենքը կունենա երկու մեծ ու փոքր դահլիճ, պտտվող բեմ, գրիմանոցներ, հանդերձարաններ, հանգստի սենյակներ։ Ճարտարապետները թարմ լուծումների, քաղաքացիները կոնկրետ շինարարական մտահոգությունների մասին են խոսում։ Ավականու անդամները հիշեցնում են թատրոնի հարակից հրապարակն արդեն նորոգվել է, սալիկապատվել, լուսավորություն տեղադրվել։ Շուտով կավարտվի շինարարությունը, որի վրա պետական ու համայնքային միջոցներից ծախսվել է շուրջ 162 միլիոն դրամ։ Եթե շենքը քանդվում է, այդ ներդրումը վտանգի տակ չէ արդյոք։ Շատ միջոցներ ենք ծախսել այդ հատվածը բարեկարգելու համար եւ ցավոք ունենք նաեւ վատ նախադեպեր, երբ որ երկրորդ շինարարության ժամանակ մեր աշխատանքը փչացել է։ Տեղ բնութագրերի մեջ նշվի, որ եթե ինչ-որ բան վնասվի, իրանք վերականգնեն։ Ոնց որ ապահովագրված չենք ոչ մեկս հնարավոր վնասներից, վնասի դեպքում արդեն նախատեսվում են նաև փոխհատուցման միջոցառումներ, այսինքն եթե ինչ-որ վնաս է հասցնում շինարարությունների ընթացքում իր մեղավորությամբ, բնականաբար անհրաժեշտություն առաջանում, որ ինքը դա փոխհատուցի։ Իսկ ինչու ավելի վաղ հաշվի չի առնվել, որ թատրոնի շենքը կառուցվելու է եւ ինչու նախ մերձակա հրապարակն ու փողոցն են վերանորոգել, հետո միայն շենքի շինարարության մասին մտածել։ Համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Աստղիկ Ավետիքյանը նշեց, ավելի վաղ դիտարկել են ոչ թե թատրոնի շենքը քանդելու եւ նորը կառուցելու, այլև հիմնանորոգելու տարբերակը։ Հարակից հրապարակի շինարարությունն սկսելուց հետո են միայն կառավարությունում մտափոխվել նոր թատրոն կառուցելու որոշում ընդունել։ Արդեն աշխատանքի ընթացքում, երբ թատերական հրապարակը արդեն բավական աշխատանքներ կատարվել են, նոր պարզվեց, որ նաև թատրոնի շենքը տարբերակ կա քանդելու եւ արդեն տեսնում եք, մենք արդեն սուբվենցիոն ծրագիրը ավարտում ենք, նոր հանրային լսումներ են անցկացվում, թե դեռևս ինչ աշխատանքներ հնարավոր է անել։ Հանրային քննարկման մասնակիցները խոստացան, որ սա դեռ առաջին լսումներն էին։ Առաջիկայում դարձյալ կքննարկեն հարցն արդեն պատվիրատու կողմի քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Գյումրիի ավականիում արտահերթ նիստը խաղաղ ու համերաշխեր ընթանում, մինչև հերթը հասավ քաղաքում որպես ճերմակ հիվանդանոց հայտնի շենքը վաճառելու որոշումը չեղարկելուն։ Քաղաքացիական պայմանագրում համայնքի գույքը հետ վերադարձնելու Ղուկասյանի այս նախաձեռնությունը թե ողջունում են, բայց եւ հետաքրքրվում։ Ինքը քաղաքապետը երբ է Գյումրիին վերադարձնելու տարիներ առաջ իր իսկ սեփականաշրած գույքը։ Գյումրիում ընդդիմություն դարձած քաղաքացիական պայմանագիրն այսօր կողմ քվեարկեց ավագանու արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերին, բացառությամբ մեկի։ Ձեռնպահ քվեարկեցին Գյումրիի ճերմակ հիվանդանոցի շենքը վաճառելու որոշումը չեղարկելուն, քանի որ հստակ չէր կլինեն ներդրողներ, թե ոչ։ Նիստը հաշտ ու համերաշխ մթնոլորտում էր անցնում մինչ այն պահը, երբ ՔՊ խմբակցությունից Քնարիկ Հարությունյանը հիշեցրեց, որ նախկին ավագանու ժամանակ, երբ իրենք քաղաքային իշխանություն հիվանդանոցի շենքը վաճառելուն կողմ են եղել, քանի որ այդ գումարներն ուղղվելու էին սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը։ Հարությունյանը համայնքի գույքը ետ վերադարձնելու Ղուկասյանի նախաձեռնությունը ողջունեց ու հարցրեց, թե ինքը քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երբ է պատրաստվում Գյումրիին վերադարձնել այն գույքերը, որոնք տարիներ առաջ սեփականաշնորհել է։ Չեմ ուզում մենք փորձը շարունակենք, երբ ինչ-ինչ ճանապարհներով եւ ինչ-ինչ մեխանիզմներով համայնքային գույքը օտարվել է եւ հետո հայտնվել է այս կամ այն մարդկանց ձեռքին, բայց նաեւ ողջունում եմ պարոն Ղուկասյան ձեր մտածումը, որ դուք ուզում եք համայնքային գույքը հետ վերադարձնել, ես նաեւ ձեզ առաջարկում եմ հետ վերադարձրեք նաեւ դատարանի նախկին շենքը, հետ վերադարձրեք համայնքին նաեւ կենտրոնական զբոսայգու այն 5 հողակտորները, որոնք օտարվել են եւ հետո Ամբերտ
ընկերությանն է օտարվել եւ հետո տարբեր սխեմաների, այսպես նվիրատվությունների տեսքով ամեն դեպքում դարձել են ձեր եւ ձեր ընտանիքի սեփականությունը, կարծում եմ լավ նախաձեռնություն է եւ եթե դուք նաեւ համայնքին վերադարձնեք այդ եւ այլ գույքեր, սա նաեւ լավ օրինակ կլինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր ամենատարբեր սխեմաների միջոցով համայնքային գույքը օտարել են եւ դարձել են այդ համայնքային գույքի սեփականատերը։ Ղուկասյանը արձագանքեց, թե կենտրոնական այգին ծառահատումներից իրենք են եղբայրներով պահել, իսկ հողը Թումոյին է տրվել։ 10 հեկտարն է 6 հեկտար է, որից 5.5 հեկտարը պատկանում է Թումո կենտրոնին, իսկ ինչ մնում է դատարանի շենքը եւ նմանատիպ շենքերը ուրեմն օտարվել է մարդկանց, որոնք սկսել են կառուցապատում անել։ Այն ժամանակ ուրեմն այդ շենքը, որ այդտեղ կա, նկարները հաջորդ անգամ կամ եթե հիմա կա ցույց կտանք, թե ինչ վիճակի մեջ է եղել, ու հետո ես քաղաքապետ չեմ եղել, այդ շենքը գնել է, հասկանալի է, եւ մենք փրկել ենք այդ շենքի կյանքը։ Գյումրիի Ավագանին անցած տարի վարչական դատարան դիմեց Գյումրիի նախկին քաղաքապետեր Սամվել Բալասանյանի ու Վարդան Ղուկասյանի օրոք օտարված 22 անուն գույք համայնք ետ վերադարձնելու պահանջով։ Ղուկասյանին հարցրինք, հնարավոր է մինչև դատարանի որոշումը ինքնակամ գույքը համայնքին վերադարձնի։ Մենք այդ գույքը ինչ որ ձեռք ենք բերել, այդ գույքը հեչ կապ չունի այդ ձեր ասածների հետ։ Ուրեմն եթե այս քաղաքը չգիտի թե զբոսայգին, գորկա այգին ով է պահե, ով է աշխատացել է մինչև այսօր, օազիսը ով է սարքել, Սայաթնովան ով է սարքել, եթե դրանով պիտի դուք մտածեք, որ դա գույքի հետ վերադարձնել է, ուրեմն դա ընդամենը շոու սարքել է, իրենց գողությունը պահելն է, իրենց այլանդակությունները պահելն է, գցում են մեկ ուրիշների վրա, ոնց որ հիմա լույսը սարքում են խավար, խավարը սարքում են լույս, այ եթե այդ սկզբունքով է, միանշանակ դա մեզանից հեռու է, դա մեր վրայով չի։ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանից էլ Ավագանին պահանջում է վերադարձնել Սևբերտ ամրոցի հարակից հողատարածքները, ինչի օտարման համար Սամվել Բալասանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, մեղադրյալի կարգավիճակ են ստացել նաև կրտսեր որդին ու մերձավորները։ Ղուկասյանն այսօր Սևբերտի մասին խոսելիս ասաց, թե բավականին լուրջ ներդրում է արվել, թեև Սամվել Բալասանյանին չի հարգում։ Ես իրեն էլ չեմ ընդունում, չեմ հարգում ընդհանրապես, իր աբրածը իմ նկատմամբ ինչ որ արել է, ես իրան չեմ հարգում, բայց որ ճիշտ է, ճիշտն եմ ասում։ Նմանատիպ կառույց, որ կառուցել է հանրապետությունում չկա, այդ էլ ասեմ ձեզ, բայց այն դիմացի, որ կանաչ տարածքների մեջ շենքշինություններ է կառուցել, այդ դրանք ուրիշ բան է։ Ավագանու նիստում փողոցաշինության սուբվենցիոն ծրագիրը հաստատվեց։ ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանն առաջարկեց Ավագանու անդամներից հատուկ հանձնաժողով ստեղծել, որակը վերահսկել։ Որ պարտադիր ավագանիների կողմից նաև վերահսկվի այս փողոցաշինության ծրագրերը եւ անպայման ավագանիների ստորագրությունը լինի տունման հանձնման փաստաթղթերում։ Ավագանու անդամները լրացուցիչ ովքեր ուզում են ընդգրկվեն, ուրեմն ունենան այդ հնարավորությունը եւ վերջում էլ իրենց ստորագրությունները տակը տնեն, շատ ուրախ կլինեն, իմ դա օգուտ է միանշանակ քաղաքին եւ քաղաքապետարանին։ Ավագանու արդեն հերթական նիստին Գյումրիի համայնքի բյուջեն է ներկայացվելու հաստատման։ Ղուկասյանն արդեն հայտարարում է, թե համայնքապատկան բոլոր կառույցներում 20-ից 30%-ով աշխատավարձերը բարձրացնելու են, թեև նախընտրական շրջանում 50%-ի բարձրացում էր խոստացել։ Միջազգային թեմաներին անդրադառնանք։ Մոսկվան եւ Կիևը հազարի դիմաց սկզբունքով գերիների են փոխանակում։ Այս ընթացքում Արևմտյան մամուլը արդեն գրում է ռուս-ուկրաինական հավանական բանակցությունների երկրորդ փուլի մասին, որը ամենայն հավանականությամբ տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Ու մինչ Մոսկվան եւ Կիևը որոշում են հաջորդ հանդիպման տեղն ու ժամը, մեծ յոթնյակի երկրները Կանադայում կայացած հանդիպման արդյունքներով հայտարարել են, որ եթե Ռուսաստանը չհամաձայնի հրադադարին, ապա կմեծացնեն ճնշումը։ Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր գերիներ են փոխանակել ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, Ուկրաինային է վերադարձվել 270 զինծառայող եւ 120 քաղաքացիական անձ։ Նույնքան ռազմագերի եւ քաղաքացիական անձ էլ վերադարձել է Ռուսաստան։ Սա հազարի դիմաց սկզբունքով փոխանակման առաջին փուլն է, որի շուրջ կողմերը պայմանավորվել էին մայիսի 16-ին Ստամբուլում կայացած հանդիպմանը։ Պատերազմի սկսվելուց ի վեր սա կդառնա ամենախոշոր փոխանակումը։ Առայժմ անորոշ է ռուս-ուկրաինական հաջորդ հանդիպման վայրն ու օրը։ Բլումբերգը հողոմանելով իր աղբյուրներին հաղորդում է, որ բանակցությունների երկրորդ
փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ։ Ընդ որում Եվրոպան եւ Միացյալ Նահանգները հանդիպման հավանական վայր են դիտարկում Վատիկանը, սակայն ռուսական կողմը հակված է դրանք շարունակել Ստամբուլում։ Կրեմլի խոսնակն ասել է, որ Մոսկվան եւ Կիևը դեռ չեն համաձայնեցրել հանդիպման մանրամասները։ Пока решений и договоренности о следующей площадке для переговоров нет. Իհարկե, այս որոշումը չի կարող կայացնել մեկ կողմը։ Դրա համար անհրաժեշտ է երկու կողմի համաձայնությունը։ Երբ ժամանակը գա, այս որոշումը բնականաբար կկայացվի։ Когда время придет, это решение будет естественно принято. Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին ասել է, որ բանակցությունների երկրորդ փուլ կլինի, սակայն որպես հանդիպման վայր Վատիկանն այդքան էլ լավ տարբերակ չէ։ Սերգեյ Լավրովը նշել է, որ Մոսկվան պատրաստում է խաղաղության համաձայնագրի հուշագիրը եւ այն ի վերջո կփոխանցի Կիևին։ Ռուսաստանի գլխավոր դիվանագետը շեշտել է, հուշագրի հիմքում կլինի այն, թե որոնք են հակամարտության բուն պատճառները եւ ինչպես պետք է դրանք վերացվեն։ Այժմ գլխավոր խնդիրն է պատրաստել խաղաղության համաձայնագիր, որը կլինի հուսալի եւ կապահովի երկարատև, կայուն եւ արդար խաղաղություն, առանց որևէ մեկի համար անվտանգության սպառնալիքներ ստեղծելու։ Այս դեպքում մեզ հետաքրքրում է Ռուսաստանի Դաշնությունը։ Լավրովը նաեւ ասել է, որ Ուկրաինայում միլիոնավոր ռուսախոս մարդիկ են ապրում եւ Կիևում չպետք է պատրանքներ ունենան, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո այդ մարդիկ կապրեն Կիևի այսօրվա վարչակարգի ընդունած օրենքներով։ Ռուսաստանը դա թույլ չի տա։ Ըստ նրա կարևոր է նաեւ թե որքան լեգիտիմ կլինեն ուկրաինական կողմից փաստաթուղթը ստորագրողները։ Նրա խոսքով լավագույն տարբերակը կլինի այն, որ Ուկրաինայում մինչ այդ ընտրություններ անցկացվեն։ Ուկրաինայի նախագահն էլ ասել է, թե ամեն ինչ անում են, որպեսզի հաջորդ հանդիպումը կայանա հնարավորինս շուտ, քանզի Ուկրաինայի շահերից չի բխում պատերազմի երկարաձգումը։ Ողջ աշխարհին է հայտնի, որ Ռուսաստանի մեղքով է պատերազմը դեռ շարունակվում, մինչդեռ Ուկրաինան անում է անհրաժեշտ ամեն բան այն դադարեցնելու համար, նշել է Վլադիմիր Զելենսկին։ Մենք մեր կողմից կատարում ենք անհրաժեշտ բոլոր նախապատրաստական աշխատանքները։ Անհրաժեշտ է Ռուսաստանի կողմից փոխադարձ պատրաստակամությունը եւ այն դեռ չկա։ Առանց գլոբալ ճնշման սա չի փոխվի։ Մինչ Մոսկվան ու Կիևը որոշում են հաջորդ հանդիպման տեղն ու ժամը, մեծ յոթնյակի երկրները Կանադայում կայացած հանդիպման արդյունքներով հայտարարել են, որ եթե Ռուսաստանը չհամաձայնի հրադադարին, ապա կմեծացնեն ճնշումը Ռուսաստանի վրա, այդ թվում պատժամիջոցների հետագա խստացման միջոցով։ Նախորդին նախագահ Պուտինն ասել էր, թե այժմ ռուսական զինուժը զբաղված է ուկրաինական կրակակետերը վերացնելով։ Մեր զինուժը ներկայումս լուծում է այս խնդիրը, հակառակորդի կրակակետերը ակտիվորեն ճնշվում են, աշխատանքները շարունակվում են։ Իսկ այս ընթացքում ռազմական գործողությունները շարունակվում են։ Երրորդ օրն է ուկրաինական զինուժն անօդաչուներով հարձակվում է Մոսկվայի եւ այլ քաղաքների վրա։ Մոսկվայում տասնյակ անօդաչուներ են խոցվել քաղաքի կենտրոնում, այդ թվում Կրեմլի շրջակայքում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ են տեղակայվել։ Գիշերը մի պահ դադարեցվել է Մոսկվայի եւ 4 այլ քաղաքների օդանավակայանների աշխատանքը։ Լիպեցկում անօդաչուի հարվածից հրդեհ է բռնկվել գործարանում, որը մարտկոցներ է արտադրում նաեւ անօդաչուների համար։ Տուլայում 20-ից ավելի տուն է վնասվել։ Պոլտավայում ռուսական հարվածից ձեռնարկություն է ավերվել։ Ռուսական կողմը հաղորդել է, որ Խարկովում եւս մեկ բնակավայր է վերցրել։ Միացյալ Նահանգների կառավարությունը արգելել է օտար երկրյա ուսանողների ընդունելությունը Հարվարդի համալսարան։ Բացի այդ, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայիս օտար երկրյա ուսանողներին պարտադրել է տեղափոխվել այլ ուսումնական հաստատություններ։ Հակառակ դեպքում նրանք կկորցնեն Միացյալ Նահանգներում իրենց բնակության օրինական իրավունքը։ Այս մասին երեկ հաղորդել է երկրի ներքին անվտանգության վարչությունը։ Վարչության ղեկավար Քրիստի Նոյեմը Հարվարդի ղեկավարությանը մեղադրել է բռնությունը եւ հակասեմիտիզմը խրախուսելու, ինչպես նաև Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։ Հարվարդը Թրամփի վարչակազմի գործողությունները անօրինական եւ հաշվեհարդար է որակել, շեշտելով այն խաթարում է համալսարանի ակադեմիական եւ հետազոտական առաքելությունը։ Հաստատությունը խոստացել է աջակցել տուժած ուսանողներին։ Reuters-ի փոխանցմամբ 2024-25 ուսումնական տարում Հարվարդը գրեթե 6800 օտարերկրյա ուսանող է ընդունել, որը կազմել է իր ընդհանուր ուսանողների 27%-ը։ Այս տարվա ապրիլին Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ դադարեցնում է Հարվարդի համալսարանի 2.2 միլիարդ դոլարի դաշնային ֆինանսավորումը, մեղադրելով համալսարանին քաղաքացիական իրավունքի մասին օրենքները խախտելու եւ հակասեմականության դեմ պայքարում բավարար քայլեր չկատարելու մեջ։ Համալսարանն էլ դատական հայց էր ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ։ Արցունքախառը ժպիտներ, հրաժեշտի խոսքեր, չկառավարվող էմոցիաներ։ Այսօր վերջին զանգը հնչեց եւ շրջանավարտների հերթական խումբը այսօրվանից նոր ճանապարհ է սկսում։ Թե ուր կտանի այդ ուղին, ամեն մեկը իր պատկերացումն ու երազանքներն ունի։
Ավագ դպրոց։ Ես գնում եմ ավագ դպրոց։ Наверное, на юриста или на адвоката. Ну, я хочу в медицинский поступить в колледж. Բժշկական։ Բուժքույր։ Բժիշկ բուժքույր։ Չգիտեմ, կարող է ծրագրավորում, կարող է ռոբոտաշինություն, տենց այդ կողմերով։ Այսօր ասեն ավարտել ենք եւ կգնանք մարտամի շարմակ ուտենք, մինչև Կիրակի գնանք ռեստորան։ Դե մարդկա պոլիտեխնիկ, մարդկա մանկավարժական, տենց էլի, մարդկա ավագ։ Փորձելու եմ ընդունել պոլիտեխնիկի ավագ դպրոց։ Գյուղ ինստիտուտ եմ տալու գործերս, կաթիլային բաժինը։ Հիմնականում պիտի գնան քոլեջներ, մի քանի հոգի որ գնալու է ավագ դպրոց, բայց ռուսական դասարանները, որը դասարանը ռուսականն է։ Մյուսները արդեն տարբեր քոլեջներ։ Շարունակեք հետևել լուրերին այցելելով ազատություն.am կայքեջը եւ մեր սոցիալական հարթակներ։ Այսօրվա համար այսքանն ենք նախատեսել։ Հաջողություն։